մթնոլորտում է ասում այսան քարոզարշավը Փաշինյանը դիմադիր ուժերին է թիրախավորում, տարբեր բառերով է նրանց մեկնաբանում, նաև ասում է պատերազմի եռագլուխ կուսակցություն։ Դուք ինչպես կմեկնաբանեք, կա այդպիսի Հիմա ասեք, Փալակ ջան, մյուս հարցը ձեր են պատասխանելու այդ բան։ Անարդար է, թե չէ։ Նախ մի բան ասեմ, ժողովուրդ ջան, մեր քաղաքացիներին, տեսեք, ուրեմն բոլոր իմ հարցազրույցները կարող եք նայել։ Ես քաղաքականության հայտը ներկայացել եմ ամիսներ առաջ, այսինքն այնպես չի ամբողջ կյանքում եղել եմ քաղաքական գործիչ, քաղաքականության մեջ, բայց դուք հələ տեսեք, ես ինչ դիագնոզ որ դրել եմ, ինչ ասել եմ, ամեն ինչը հատիկ եղել է։ Ասել եմ նախկին նախագահներից որևէ մեկը չպետք է, եթե ուզում ենք որ Նիկոլ Փաշինյանը չունենա հաղթաթղթեր, չպետք է որևէ նախկին նախագահներից մեկը դնի տեխնատությունը։ Ասել եմ, հիմա ինչա տեղի ունենում, ինքը ամբողջը կառուցել է էլի այդ Նիկոլ Փաշինյանը այդ նախկին ներկա թեմայի վրա, մինչդեռ ինքը հենց նախկին է, իր էությամբ։ Ասել եմ, որ մենք եթե ունեցանք այնպիսի ուժ, որը ռուսական նույն օրինակ Սամվել Կարապետյանից հետ կապված չէ, քաղաքացիության փաստի եւ այլն ուժով, որ Ռուսաստանի նախընտրածն է լինելու, Նիկոլ Փաշինյանը կառուցելու է իրեն դիրքավորելու է որպես Հայաստանի փրկիչ, որպես Եվրոպա մեծ, Ամերիկա մեծ, որովհետեւ ընդդեմ Ռուսաստանի է աշխատելու, ասել եմ, լինում է դա, ամբողջ օրը այս իշխանությունը ինչ է անում, անամոթի պես, լկտիավարի, բայց այդ իրանց քաղաքական կեղտոտ շահերի համար թիրախավորում են, չէ, անընդհատ Ռուսաստանի քաղաքացիության հարցեր են շահարկում, էս են անում, բոլորին լրտեսներ են կոչում, ագենտներ, դու մեզ էլ են ուզում այդ բոլորին, ով կա չկա Հայաստանում, բոլորին ուզում են ընդդիմադիր մարդկանց դրա մեջ ներառեն, ինչի, որովհետև նրանք քաղաքական իրական օրակարգերից 0 են, մինուս չկա ոչ մի բան, հասկանում եք, եկեք ես մի բան էլ ասեմ, նայեք, նրանց քաղաքական հենասյուները 3-ն են, ես միշտ ասել եմ, նախկիններ, այդ թեման, եկեղեցի եւ ռուսներ։ Այս 3-ը տակից դու հանում ես, նրան չես տալի հնարավորություն, նա փլվում է, չունի ոչ մի բան։ Ռուսներից էլ իհարկե անասնական վախ ունի, ես սա շատ եմ զգացել եւ այս ամենի հիմա մենք գիտեք տրամաբանությունը պետք է փոխենք, նորից եմ ասենք, ինքը ինչ է անում, տեսեք, ինքը մեղադրում է, որ Ռուսաստանի նախընտրած տեխնացուն, Ռուսաստանը աջակցում է, բայց իրեն էլ են աջակցում, օտարները ու ինքը տղամարդկություն չունի այդքան, այսինքն ուր անդես տղամարդկություն, ղզիկի պես հելնում է հրնայեք ինչեր է անում, գոռում է, խոսում է բան, ամբողջ էմոցիոնալ մարդ եմ, ինչ էմոցիա այստեղ կապած հարց է, հա բոլոր մարդիկ էլ էմոցիաներ, ես կարող եմ հիմա էմոցիա չեմ արտահայտում, էմոցիոնալ մարդիկ են բոլորը, բայց դու ինչ ես ընկել, այստեղ մա տղամարդկություն էլ մեջը չկա, այ մարդ, դու եթե այն մյուս կողմից Ռուսաստանն է մենակ, դու էլ ես մյուս կողմից ընկել ես քո քերիներին, հոպարներին, այն գլխավոր պապան էլ Ալիևն է, որը Բաքվում նստած է, աշկիսն են ցարինելու, վերջում էլ այդ գլխավոր պապան է գալու մի հատ էլ իր համար ստե քարոզարշավ անի, ինչ է անում, օրինակ Ամերիկայի պետքարտուղար Մարկո Ռուբիոն է գալիս, Վենսն է գալիս, Մակրոնն է գալիս, ինքը այնքան գնահատում եմ շատ վատ մեր պետականության տեսանկյունից, ստեղ իշխանություն չկա ընդհանրապես, տղամարդկություն ունեցող իշխանություն չկա, թասիբ նամուս ունեցող իշխանություն չկա, որտեղ այս իշխանությունը հիմնվում է ընդհանրապես իր այդ ցանկալի բան, օտարների վրա, նայել իրան, բայց հələ տեսեք ինչ աֆերիստ են, բանը ասում են, թե մենք իբր սենց ուզում են ցույց տան, իրենք Ֆրանսիայի մետ են, Եվրոպա մետ են, Ամերիկա մետ են, то այդ ընդհանրապես պետք է Հայաստանը մետ են քլետի մի կողմ, բայց դուք ընդհանրապես ինչ կապ ունեք Եվրոպայի հետ, Ամերիկայի հետ, то դուք եթե հանգարց Ուզբեկիստանից չնեղացնենք, ես ընկերներ ունեմ Ուզբեկիստանից, բայց եթե Ուզբեկիստանը օրինակ դուք վաղը զգաք ձեր քաղաքական բանի գոյության համար կարևորը, դուք ամբողջ օրը ուզբեկամոլ եք դառնալու, այ ուզբեկամոլներ, ձեզ դրանից ոչինչ չի մնում, եղավ Մոզամբիկը, դուք Մոզամբիկամոլ եք դառնալու, որտեվ ձեր համար ամենակարևորը ձեր ինստինկտն է, դրա համար մեր ժողովուրդը շատ զգացել է, որ ընդհանրապես մենք այս իշխանությունները, այս վանդակը, որ գծել է, մենք սրանից պետքա դուրս գանք, հասկանում եք, տրամաբանությունը ստեղ պետքա փոխվի ամբողջությամբ եւ նրան մենք չպետք է տանք այդ հնարավորությունը։ Նա հո էմոցիոնալ մարդ չի, նա խորամանքի պես, այսինքն խորամանկ ձևով, հատուկ, նախապես, այս ամեն ինչը լավ, մշակել է, քայլերով գնում է առաջ, շատ աֆերից ձևի, իր հանուն, իր քաղաքական շահերի, որովհետև ստեղ մենք ունենք պրոքսի իշխանություն, Ադրբեջանի պրոքսի իշխանություն։ Սա է ադրբեջանականությունը թաքցնում է այս իբր ռուսական բան, այն մյուս կողմ առիթից օգտվում է ընդդիմություն ունի ռուսական, դրա համար այդ եռագլուխը, որ շեղվեմ, այդ եռագլուխ դև, որ ասում է, չէ, ընդհանրապես այդ
դիսկուրսը ինքը ինչի է մեջտեղ բերել, իրեն ձեռնտու է դա ու ամեն օր խոսում է դրանից, չէ՞։ Հələ դևի մասին որ խոսենք, այլ հարց ով է այստեղ դևը, ընդհանրապես ու հələ ոչ թե երագլուխը, չգիտեմ, ինչ գլուխ ասես ունի, բայց այստեղ կարևորը այդ ժողովուրդ ջան, կարևորը մեր քաղաքացիներին ես խնդրում եմ, որ այս վանդակը որ սարքել են մեր համար, սրանից դուրս գանք, ժողովուրդ ջան, սիրելի քաղաքացիներ, դուք ունեք ընտրություն, այդ ընտրությունը մենք ենք, ես եմ այդ ընտրությունը, մենք որևէ արտաքին քաղաքական ուժ չենք ներկայացնում, մենք չենք ղեկավարվում, ես ոչ մեկի վրա այս իշխանության նման չեմ գնալու երբեք տղա բերեմ մեր ժողովրդի մարդ բերեմ մեր ժողովրդի վրա, որ մեր ժողովրդի վրա ճնշումներ գործադրեն, այս է կարևորը, հասկանում եք։